Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, հարգելի գործընկերներ, տվյալ պարագայում մեր հայեցակարգային մոտեցման մասին մենք բազմիցս խոսել ենք, կառավարության տարբեր ներկայացուցիչներ, խորհրդանական կառավարող մեծամասնության ներկայացուցիչներ, եւ այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ դրվի կամ արվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից, բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաեւ այս հանգամանքը շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք եւ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ իհարկե որոշակի process-ներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որտեղ ես նախկինում նաեւ առիթ ունեցել եմ ասելու, որ անզեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում մենք նաև սրա մասին վկայող եւ ապացույց ունենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրինակ տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը կանանց ներգրավվածության։ Այսինքն IT համակարգում ոչ մի երկրում ավելի բարձր ցուցանիշ, թե առնվազն առաջատարներից մեկն են, եթե ոչ միանձնյա առաջատարը, կանայք այդքան շատ ներգրաված չեն IT ոլորտում, սա նշանակում է, սա իմ ասացի տեսական թեզի գործնական արտահայտումն է, որովհետև IT համակարգում այն եզակի տեղերից է, որտեղ առանց առնվազն մի կրթական մինիմումի հնարավոր չի այդտեղ ներգրավել եւ աշխատել, եւ ես կարծում եմ, որ սա մի կողմից այո մենք ուրախանում ենք, ասում ենք, բայց մյուս կողմից վկայում է մեր երկրում արկա խորը խնդիրների մասին, եւ ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ խնդիրները եւ այդ իմ ընկալմամբ այդ խնդիրների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման մասով եւ բոլոր եւ ուզում եմ ես ձեզ ասեմ հետեւյալը նաեւ հազար անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար նաեւ որպես մի մարդ որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում մեր հանրության շրջանում տենց ընկալում կա որ քրեական ենթամշակույթը ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու ինքնությունից զրկելու ինքնուրույնությունից զրկելու մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է սա ամենամեծ մոլորությունն է որ մեր իրականության մեջ խոսք կա չէ դե տղա է ոչինչ թող մի քիչ էլ տենց բան իրաց թվում է թե այդպիսով տղաներ ուժեղանում են այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով թուլանում են զրկվում են կամքից զրկվում են խելքից զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է այնքան ավելի հեշտ կառավարելի է ինչքան քրեական իր մտածողության ձևերով ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում աշխատանքի շուկայում ցանկացած հարաբերության մեջ սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեզ չի սա այլ մի բան է որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է եւ ես իհարկե ուրախ եմ որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով
пассիվության արդյունքում է եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Ես օրինակ երկար ժամանակ հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցների բացման եւ այլն, ասենք որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ YouTube-ներից ստանդարտից դուրս պետական օրներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը, որովհետև երգչախմբում երգելը հասկանում եք դե բա երգչախմբում երգել այստեղից սկսվում է երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք ու սկսվում է դեգրադացիան։ Այդ հետո իր հետ գնում է բանակ։ Այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ժողովուրդ ջան, պետք է առերեսվել այս խնդրի հետ։ Պետք է առերեսվել այս խնդրի հետ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս քաղաքական, ես չգիտեմ, գենդերային քաղաքականության մեջ է ենթավերնագիր թե դա լրիվ առանձին ուղղություն այև առանձին ենթաթեմա է, մենք սրա մասին պետք է մտածենք, որտեղ սա մեր անվտանգության բոլոր իմաստներով մեր անվտանգության կարևորագույն հարց է։ Այս առաջին խումբ դիտարկումը, որ անում ենք։ Երկրորդը ակտիվացումը, այդ թվում կանանց ակտիվացումը կարևոր է նաև մեր տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման ճանապարհին, որովհետև այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս խնդիրները կան մարզերում, բայց գիտեք ինչ, մենք այդտեղ ենք շփոթվում եւ մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ որ մենք ասում ենք այ մարզերում այդ խնդիրը կա, ոչ այդ խնդիրը կա նաև Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այս ամենով հանդերձ եւս մի հարց կա, որ իմ կարծիքով մենք բավարար չափով չենք հետազոտում եւ գոնե թե այստեղ մեզ պետք են պատասխաններ։ Իմ կարծիքով մենք հարցը չենք ձևակերպել եւ պատասխաններ չենք ստացել։ Իսկ հարցը հետեւյալն է. կանանց տնտեսական եւ ակտիվացումը, ընդհանրապես այս քաղաքականությունը, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այս մեր քաղաքականությունը ինչ ազդեցություն է ունենում մեր ժողովրդագրական իրադրության վրա եւ արդյոք մենք այդտեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է որ այդ խնդիրներ ունենք, բայց իմ հարցը հետեւյալն է եւ ես հիմա չէ որ պատասխան եմ ակնկալում կամ եթե ունենք պատասխանը, շատ լավ, եթե չունենք, եկեք գնանք այս հարցին էլ հետազոտ, այս հարցին էլ պատասխանենք, որովհետեւ այդ հարցը իրոք կա եւ այդ հարցը հասցեագրվելու եւ պատասխան ունենալու կարիք ունի։ Այսինքն իսկ հարցը հետեւյալն է. ինչքանով են կանայք, ովքեր ակտիվ են տնտեսության մեջ, աշխատում են եւ այլն, ինչքանով են ավել կամ պակաս հակված երեխա ունենալ։ Շատ ուղիղ հարց է։ Իհարկե մենք մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիր ենք իրականացնում, այդտեղ որոշակիորեն բալանսավորելու համար հնարավոր խոչընդոտները երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դայակների ծրագիր ունեին եւ այլն, բայց այս հարցը նույնպես մի
շատ կարևոր է, որ մենք այսօրվա մեր քաղաքականությունների առնչության վերաբերյալ պատասխան ունենանք, եւ եթե այդ պատասխանը մեզ չի բավարարում, նաեւ հասկանանք այս ուղղությամբ ինչ լրացուցիչ ջանքեր ունենք գործադրելու։ Խնդրեմ, եթե արձագանք ունեք, հետո մյուս գործընկերներ։ Եթե թույլ կտաք, պարոն վարչապետ, նախ ասեմ մեր բնակչության կառուցվածքին, որ անդրադարձակ, այո, մենք վերջին մարդահամարի տվյալներով 52.8% կազմում են կանայք մեր բնակչության, 47.2% կազմում են տղամարդիկ։